Ողջույն Վանաձոր, ողջույն նորի, սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ շատ պարզ է, ընդամենը 8-9 օր հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի, ինքը ինչ ուղի է ընտրում, ինչպես է ուզում ապրել և ինչպիսի երկրում է ուզում ապրել։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս սատանաների ողմակին, ովքեր մահ, դժբախտություն և կորուստ են բերել մեր երկրին ու ժողովրդին, հանդուրժելու է, թույլ է տալու, որ նորից շարունակեն ու մեր երկրին ու ժողովրդին տանեն նոր դժբախտություններին։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ժողովուրդ ջան, վիճակը շատ հստակ է, եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվել, տեղի է ունենալու հետևյալը։ Ադրբեջանը իր զորքերը Հայաստանի տարածքից դուրս չի բերելու և Հայաստանը նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանին։ Եթե այս չարիքի իշխանությունը մնա, փոխվելու է մեր սահմանադրությունը, հրաժարվելու ենք անկախության հռչակագրից, ուրանալու են ցեղասպանությունը։ Օտար այլասերված բարկերը մտնելու են հայկական ընտանիքներ, թմրամոլությունը, խաղամոլությունը, այս տարիներին այսքան որոհաճելու են այլենի ավելի լայն ծավալների են հասնելու։ Ժողովուրդ ջան, ինչ ենք մենք ձեզ առաջարկում, պարզ բան, խնդրում ենք ձեր աջակցությունը, տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հնարավորություն, կանգնեք մեր կողքին, մերժեք այս չարիքի իշխանությանը, որպեսզի միասին կարողանան կառուցել անվտանգ և մրցունակ Հայաստան։ Անվտանգ Հայաստան, որտեղ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանված կլինի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվտանգ կլինի։ Բարեկեցիկ, բարգավաճ, լուսավոր Հայաստան ունենալ։ Դա կարող է անել այս թիմը, որ ունի ծրագիր, տեսլական, անցյալ հնարավորություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք մի ընտրություն ունենք, կամ ամսի 7-ին մեր ժողովուրդը պետք է այս չարիքի իշխանությանը հնարավորություն տա քանդել մեր պետականությունը կամ մերժի ու ընտրի Հայաստանը։ Ուրեմն, այն որ ձեզ անընդհատ ասում է, որ ես ժողովրդի ծառան եմ, Ժողովուրդ ջան, Նիկոլա Ալիևի ծառան է, Ալիևի ստրուկն է, հակահայ, հակապետական գործիչը, որին պետք է մերժել։ Ուրեմն, հունիսի 7-ին համար, միասին, ձեր ցավը տանեմ, միասին կարող ենք ու անելու ենք, շնորհակալ եմ։